Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր քննարկումը տեղի ունենալու Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերը։ Պարոն Խզմալյան, ավարտվում է 2025 թվականը։ Ես կուզենայի նախ դուք գնահատեիք Եվրոպական կուսակցության տեսանկյունից 2025 թվականի ամենակարևոր լավ եւ վատ իրադարձությունները, որոնք տեղի ունեցել ըստ ձեզ, հետո մենք փորձենք արդեն ավելի մանրամասն հարցումներով ճշտումներ կատարել տարբեր բնագավառների շուրջ։ Համեցեք։ Քանի որ դուք միանգամից նշեցիք Եվրոպական կուսակցության տեսակետը, ես ակցիալով բայց կասեմ, որ ընդհանրապես Եվրոպական կուսակցությունը ստեղծվեց 2018 թվականին այն պատճառով, որ մենք այդ տարվա, այսպես կոչված հեղափոխական տարվա երկրորդ կեսին արդեն գիտակցեցինք, որ Փաշինյանի հռչակված Թավշե հեղափոխությունը չի կատարում այն աշխարհաքաղաքական բարեփոխումները, փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են մեր երկրին, եւ ընդգծելու համար դրանց անհրաժեշտությունը եւ ներկայացնելու այդ բարեփոխումների տեսլականը մենք ստեղծեցինք կուսակցություն հենց 2018 թվականի նոյեմբերին։ Դրանից առաջ մենք փորձում ենք ցույցերով, պիկետներով, բողոքի ակցիաներով ուշադրություն գրավել նոր իշխանությունների առաջին սխալների, դա հայկական զորքերի ուղարկումներ Սիրիա, որը մենք համարում ենք կոպիտ քաղաքական սխալ, դա հրաժարումներ եւ ծրագրից քաղաքացիական համաձայնության կուսակցության ծրագրից եվրոինտեգրման եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրային թեզերի հեռացումներ, ուստի 2018 թվականին տեղի չունեցան այն աշխարհաքաղաքական, ինչպես մենք կարծում ենք, փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են, եւ հենց դա բերեց 2020 եւ 2023 թվականի աղետներին։ Մեզ չլսեցին։ Մեր համոզմամբ միայն այդ փոփոխությունները եւ միայն եվրոպական ընտրությունը կփրկեր Հայաստանին այն աղետներից, արհավիրքներից, որոնք տեղի ունեցան 2 եւ եւս 3 տարի անց։ Ուստի 2025 թվականը, որը մենք հիմա փորձում ենք ամփոփել, մեզ համար կիսվում է երկու անհավասար մասերի։ Մինչև մոտավորապես մայիսը շարունակվում էր այն գործընթացը, որը սկսվել էր նախորդ 24 թվականին, դա արտահայտված էր ստորագրահավաքով եվրոպական կոալիցիայի դաշինքի ստեղծմամբ եւ մեր հաջողված փորձով մտցնել պետական օրակարգ այն ծրագրային գաղափարը, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ինչպես հայտնի է, ստորագրահավաքի եւ ամենակարևոր, ավելի կարևոր երևի քան ստորագրահավաքը աշխարհաքաղաքական փոփոխություններով Եվրոպայի ամառվա ընթացքում 24 թվականի սենսացիոն ընտրությունների պատճառով, որովհետեւ իշխանության են գալիս աչակողմյան կուսակցությունները Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, եթե իշխանության դեռ չկաց, ապա խորհրդարանում մեծացնում էին իրենց ներկայացությունը, Նիդերլանդներում առավել եւս փոխվեց Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, հիմա նաեւ Չեխիայի դիրքորոշումը, եւ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը նոր թափ է ստանում եւ նոր տեսլական է մշակում, փակվում է, դառնում է ռազմաքաղաքական դաշինք։ Երկրորդ կարևորագույն գործոնն էր, միգուցե ամենակարևորը Թրամփի վերընտրությունը 24 թվականի աշնանը։ Ուստի այս ամբողջը եւ ստորագրահավաքը, որը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը, ինչպես հետո հաստատեցին հարցումները, կեսից ավելին համաձայն է եվրոինտեգրման ճանապարհին, վերեց նրան, որ 26 մարտի ընդունվեց օրենք, ազգային ժողովը երկրորդ քննարկմամբ ընդունեց Հայաստանի օրենք Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։
9 ամիս անց այսօր մենք տեսնում ենք, որ այդ օրենքը սառեցված է, չի աշխատում եւ մոտավորապես 25 թվականի մայիսից կարծում եմ, որ կարելի է նաեւ օրը նշել, դա մայիսի 9 եւ 10-ն են, երբ որ Փաշինյանը հերթական այց կատարեց Մոսկվա Շքերթի եւ այնտեղ հանդիպեց Պուտինին եւ դրանից հետո կտրուկ փոխվեց քաղաքականությունը։ Ոստի մենք տեսնում ենք, որ Հայաստանում գոյություն ուներ ընտրություն, որը մինչև 25 անցնող այս դեռևս այս տարվա մարտ-ապրիլը դեպի Եվրոպա էր, մայիսից կտրուկ փոխվեց դա։ Եվ հիմա կառավարությունը գնում է ռուս-թուրքական, այլ ճիշտ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան այդ դաշինքի դրամաբանության մեջ, դրանով կրկնում է Իվանիշվիլի խմբի վրացական երազանքի ճանապարհը, որը նույնպես հայտարարում էր իր եվրոինտեգրման նպատակի մասին, բայց իրականում կատարում էր Մոսկվայի եւ նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական պատվերները։ Հիմա Հայաստանը գտնվում է այս գործընթացի կիզակետում եւ ավարտելով պատասխանս ասեմ, որ սա մեր խորին համոզմամբ ողբերգական ընթացք է, որը զրկելու է Հայաստանին անվտանգության վերջին երաշխիքներից մեկ, որը բերելու է Հայաստանին ռուս-թուրքական թակարդ եւ որը լրջորեն խարխլելու է մեր պետականությունը եւ անգամ տարածքային ամբողջականությունը։ Եթե կես տարի անց ընտրություններին, որին հիմա ուղղված է իշխանության ու նաեւ պրոռուսական ընդդիմության ամբողջ փաստորեն այդ մոլուցքի հասնող գործողությունները, գործընթացները, եթե դրանք պահպանեն այս իշխանությունը, այս օրենսդիր իշխանությունը, այս խորհրդարանը, որը կբերի փաստորեն հենց այն արդյունքի, որի մասին մենք տարիներով զգուշացնում ենք եւ որը հիմա խոյացել է ողջ իր սարսափելի պարզությամբ։ Մենք նման իրավիճակում եւս մեկ անգամ եղել ենք կարծես 13 թվականին, հիշում եք, նմանություններ եւ տարբերություններ կան իհարկե եւ նմանություններ, բայց սկսենք տարբերություններից։ Սերժ Սարգսյանը 2013 թվականին դուք նկատի ունեք սկսած եվրոինտեգրացման գործընթացը, որին իմիջիալուց Հայաստանը միայնակ չէր մասնակցում, այնտեղ կար եւ Ուկրաինան եւ Մոլդովան, եւ Ուկրաինայում, եթե հիշում ենք, բոլորս պետք է հիշենք, հենց դրանից սկսվեց ուկրաինական ժողովրդի ապստամբությունից եւ իշխանափոխությունից, որը տեղի ունեցավ 13-14 թվականի ձմռանը, Եվրամայդանը, եւ դրան հետևեց Դոնբասի եւ Ղրիմի զավթումը։ Փաստորեն նույն սպառնալիքներ հնչել Պուտինի շուրթերից չարաբաստիկ սեպտեմբերի 3-ի գիշերը 2013-ին, երբ որ Սերժ Սարգսյանը, եւ դա երևում էր անգամ նրա դեմքից, սևացած փաստորեն վերադարձավ Հայաստան եւ ասաց, որ մենք դուրս ենք գալիս Եվրոասոցիացիան գործընթացից, որը պետք է ստորագրվեր նոյեմբերի 26-ին Վիլնյուսում, եւ մտնում ենք Մաքսային միություն, որը հիմա ԵԱՏՄ է կոչվում։ ԵԱՏՄ այդ ամենը սկսվել էր 13 թվականին, սակայն մենք տեսնում ենք եւ տարբերությունները։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում էր ինչով է դա հղի, որովհետեւ նրան սպառնացել են Արցախի կորուստով եւ ընդամենը 2.5 տարի անց Պուտինը իրականացրեց այդ սպառնալիքը, թեև Սերժը կատարեց բոլոր իր պահանջները։ 2016 թվականի քարոզիա պատերազմը ուղղված էր հենց այդ ծրագրի իրականացմանը։ Որն է այդ ծրագիրը։ Պուտինը արդեն 2010-11 թվականից իր թիմով ընդունեց ռազմավարական որոշում, որի մասին մենք քիչ ենք խոսում, բայց որը մեծապես ազդեց եւ դեռևս ազդում է եւ շարունակելու է ազդել Հայաստանի իրավիճակին։ Պուտինը հրաժարվեց եվրոպական ինտեգրացման ճանապարհից, Ռուսաստանի 2 դարի փաստորեն 2 դար տևող այդ քաղաքականությունից Պուտինը առաջինն էր, որ խախտեց դա։ Անգամ Ստալինը այդ առումով իր ամբողջ հակա արևմտյան կեցվածքով ծայրահեղ
մտքում դիմեց եւ արևմուտքին եւ դարձավ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, մասամբ նաեւ Ֆրանսիայի պայմանականորեն այդ դաշինքի մասը։ Եվ դա էր պատճառը, որ Ռուսաստանը կարողացավ հաղթել Ռուսաստանը չէ, Սովետական Միությունը կարողացավ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում, որտեղ իմիջիալոց տոկոսային առումով ամենամեծ զոհերը բերեց հայ ժողովուրդը, ավելին քան ռուսները, քան ուկրաինացիները օրինակ։ Եվ այսպիսով փաստորեն Փաշինյանը ուներ այդ հնարավորությունը եւ 18 թվականին եւ 20 թվականին ես բազմիցս հիշել եմ եւ հիմա էլ եմ հիշեցնում, որ 20 թվականի սեպտեմբերի 26-ին, եթե չէ, հոկտեմբերի 26-ին Երևան էր այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ փաստացի դա կարելի է ստուգել, առաջարկել էր Հայաստանին զենք, առաջարկել էր ֆինանսական, տնտեսական եւ ամենակարևորը քաղաքական օգնություն։ Փաստորեն առաջարկում էր Հայաստանին դառնալ Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում։ Հիշեցնեմ, որ դա արված էր այն պահին, երբ որ Վրաստանը արդեն դուրս էր եկել այդ արևմտյան տրենդից եւ Միացյալ Նահանգները փնտրում էին նոր Այն ինչ որ հիմա ասում եք, դա վերլուծության հետևանք է, թե դուք ինչ որ փաստեր գիտեք, կոնկրետ փաստաթղթեր կամ բան Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկությունը Հայաստանը։ Ես բաց աղբյուրներից հենց հիմա մեջբերում եմ կարելի է բացել եւ նայել թե ինչ էր ասել Բոլթոնը անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մենք հասկանում ենք, որ դրանից շատ ավելին եւ շատ ավելի հստակ ասված էր փակդեղների հետևում Փաշինյանին, բայց փաստորեն Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ամերիկային եւ չընդունեց մեկնած ձեռքը, ինչպես նաեւ արդեն 20 թվականի պատերազմի ընթացքում եղել են հնարավորություններ, այսպես կոչված սկանդինավյան խաղապահներ բերել Արցախին էր արևմուտքը առաջարկում լուծումներ, բոլոր դեպքերում Մինսկի խումբը եւ անգամ մադրիդյան սկզբունքները, որոնք թիրախավորվում էին Հայաստանում եւ Արցախում, առաջարկում էին Արցախի հայկական բնույթի պահպանումը։ Արցախը մնալու էր հայկական, ստանալու էր միջազգային երաշխիքներ եւ կարգավիճակ, պաշտպանություն, կապ Հայաստանի հետ տարածքային։ Այդ ամենը դեռևս սեղանին էր 2020 թվականին եւ անգամ 21, 22, մինչեւ 23 թվականները։ Շատ լավ, հիմա անդրադառնանք Հայաստանի դիրքին։ Դուք գրել եք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը ոչ թե աշխարհագրական կամ տնտեսական հարց է, այլ քաղաքակրթական ընտրություն եւ մեր անվտանգության միակ իրական երաշխիքը, եւ որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է։ Ինչպես եք դուք պատասխանում այն քննադատներին, ովքեր պնդում են, որ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին տալ անվտանգային այնպիսի երաշխիքներ, որոնք կփոխարինեն գործող համակարգին։ Ես դիմանամ գայթակղությանը մեջբերելու պատմական փաստերը, որովհետև Հայաստանը ընդհանրապես Հռոմի կայսրության, Հռոմի հանրապետության հետ, որովհետև դա հենց այն պահն էր, երբ որ հանրապետությունը դառնում էր կայսրություն, Տիգրան Մեծի օրոք, դարձավ Հռոմի դաշնակից եւ փաստորեն Հռոմի հանրապետությունը իսկ հետո կայսրությունը առաջին եվրոպական միության մոդելն էին եւ այնտեղ կար միայն երկու պետություն Հայաստանի թագավորությունը, որը պահպանվել է մինչև հիմա այս նկատում, եւ Հռոմը որպես Իտալիա։ Մնացածը Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան պետություններ դեռևս չէին, այդպես որ մենք ամենահին եւ հիմնադիր պետությունն ենք Եվրոպական միության։ Ես հիմա բաց եմ թողնում մեր պատմությունը, որը ամբողջությամբ դա մեծ ձգտում էր դեպի Եվրոպա, Կիլիկյան թագավորությամբ, առաջին հանրապետությամբ հանդերձ։ Ես նկատի ունեմ հետեւյալը. ինչ փաստաթղթեր են պետք։ Շատ լավ, բազմիցս ասել եմ ու կրկնեմ նորից, կա մի շատ հստակ փաստաթուղթ։ 2024 թվական մարտի 14-ը Եվրախորհրդարանը Ստրասբուրգում քվեարկում է 504 ձայնով կողմ 4 դեմ հարցին
որի իմաստն է ընդունել Հայաստանի սպասվող դիմումը Եվրամիության անդամակցության վերաբերյալ։ Այսինքն Եվրախորհրդարանը, որը օրենսդրական մարմինն է Եվրոպական միության, 504-ի դեմ քվեարկել է հանուն դրա։ Այն որ բոլոր գնացող եկողները սկսած Մակրոնից մինչև Կայա Կալաս թվարկեն դեսպաներին եւ այլն, ասում են, որ Հայաստանին հրավիրում են եւ սպասում են, դա էլ մի կողմ թողնած։ Վերցնեմ ամենավերջին օրինակը։ Ընդամենը 12 օր առաջ, միգուցե 2 շաբաթ, 14 օր առաջ, Եվրոպական միությունը հակաօդային պաշտպանություն է նվիրել Մոլդովային։ Մոլդովան ընդամենը 2022 թվականին էր սկսել եվրոինտեգրման գործընթացը։ Դուք հիշատակեցիք, որ մենք 2013-ից ենք դա սկսել Եվրոասոցիացիումը, դա փաստորեն այն ժամանակ էպես էր։ Եվ տեսեք, 3 տարվա ընթացքում Մոլդովան հասել է նրան, որ 26 թվականին արդեն ընտրվում է օրը, երբ որ Մոլդովայի անդամակցությունը դրվելու է քվեարկությանը։ Դա ըստ երևույթին բերվելու է Ուկրաինայի հետ մեկտեղ, որովհետև Եվրոպան գերադասում է ոչ թե մեկ-մեկ ընդունել երկրները, այլ տարածաշրջանային զույգերով կամ եռյակներով։ Նույնը վերաբերվում էր Վրաստանին եւ Հայաստանին։ Այդպես որ Հայաստանի դեպքում, եթե մենք ընդունեինք նույն օրենքը, որը փաստորեն, եթե կատարենք այն օրենքը, դա կտրուկ կփոխի իրավիճակը նաև Վրաստանում։ Դա կփոխի հասարակական իրավիճակը, դա կփոխի եվրոպական եւ ընդհանրապես արևմուտքի վերաբերմունք Հայաստանին, որովհետեւ մենք մեծագույն սխալ կատարեցինք, որ ընդունած օրենքը չկատարեցինք։ Ես բերեմ ընդամենը 2 օրինակ։ Եթե մարտ ամսվա օրենքը կիրառվեր եւ դիմում տրվեր, ապա Հայաստանը արդեն ստանալու էր շաբաթների ընթացքում նոր կարգավիճակ, թեկնածու երկիր։ Եվ օգոստոսի 8-ին Փաշինյանի թիկունքում Վաշինգտոնում կանգնած կլիներ Եվրոպական միությունը։ Եվ դրա ապացույցը այն էր, որ նույն օգոստոսին, մի քանի օր անց, երբ որ նույն Սպիտակ տանը հյուրընկալվում էր Վլադիմիր Զելենսկին, շատ ծանր մենամարտում Թրամփի ճնշման տակ։ Նա դիմացավ այդ ճնշմանը միայն մի պատճառով։ Նրա հետ ֆիզիկապես եկել են կտրելով օվկիանոսը մի քանի եվրոպական երկրների վարչապետներն ու նախագահները, այդ բացի դա Եվրամիության ղեկավարությունը, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը եւ իրենք բոլորը կանգնած են Ուկրաինայի թիկունքում։ Մեր թիկունքում իրենք նույնպես պատրաստ են կանգնել, եթե Հայաստանը դիմի Եվրամիությանը, ինչպես իրենք օրինակս նոր բերեցի, Մոլդովային են հիմա օգնում։ Օգնեցին եւ փողով, եւ զենքով, եւ գազով, եւ հոսանքով, էլ ինչ է պետք։ Եվրոպան ապահովում է Հայաստանի պաշտպանական, էներգետիկ, ֆինանսական, տնտեսական եւ քաղաքական անվտանգությունը։ Դա մի բան է, որը ամենից կարևոր է այսօր Հայաստանի համար։ Անվտանգություն։ Ռուսաստանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ ապահովում են մշտական սպառնալիք եւ հեռանկարում պետականության ոչնչացում։ Այսպեսի դիտարկում եմ ուզում անել, որ այնուամենայնիվ Մոլդովան եւ Ուկրաինան դրանք եվրոպական երկրներ են։ Հայաստանը նույնպես եվրոպական երկրն է։ Եվ ուզում եմ անդրադառնալ ձեր ելույթների մշտական զուգահեռներին 1920 թվականի եւ այսօրվա իրադարձությունների միջև դուք խոսեցիք ուրեմն ռուս-թուրքական գործարքի մասին, մի անգամ այդ գործարքը եղել է, մենք գիտենք Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով փաստորեն ձևավորել են Հայաստանի այն հատվածը, որ հիմա հետո կոչվեց Խորհրդային Հայաստան, եւ հետո էլ մեր իշխանությունները ներկայումս փորձում են համարել իրական Հայաստան կտրելով այդ պատմական հենքերից եւ ուրեմն խնդրեմ ձեզ այդ համեմատությունները 20 թվականի հետ
ինչ ուժ ունեն դրան, որքանով են տարբերվում եւ որքանով են հիմա նույնական նրանց հետ ինչ որ կա տեղի ունեցել նախորդ դարի 20-ական թվականներին։ Սա մի ամբողջ գիտական կոնֆերանսի թեմա է։ Ես փորձեմ ակիրճ պատասխանել հենվելով հենց ձեր հարցի թվականներին։ Եթե հիշենք, որ Հայաստանը 1918-20 թվականներին ոչ միայն առաջին հանրապետությունը ստեղծեց, Հայաստանը դարձել էր 18 թվականից Անտանտայի մասը։ Վրաստանը եւ Ադրբեջանը օրինակ Անտանտայի մաս չէին։ Այդպես որ Հայաստանը Եվրոպա էր դիտվում միշտ եւ հատկապես 1918-19-20 թվականին, հիշեցնեմ, որ Բրիտանիան օրինակ միակ երկիրն էր, որ զորք էր ուղարկել Հայաստան եւ Կարսի ու Նախիջևանի մարզերը Հայաստանի առաջին հանրապետության համար մաքրում էին ճակերտներում թուրքերից հենց բրիտանական զորքերը BTR-ներով, Lancaster զրամեքենաներով եւ բրիտանական բանակով։ Հայկական բանակում որպես կամավոր ծառայում էր այդ տարիների Բրիտանիայի վարչապետի Ստենլի Բոլդուինի հարազատ որդին, ավագ որդին Օլիվեր Բալդուինը Հայաստանի բանակի կազմում որպես կամավոր սպա։ Էլ ինչ է պետք, այն որ մենք դա չենք հիշում, մոռանում ենք, մոռացնել են տվել մեզ, դա ուրիշ հարց է, դա մեր խնդիրն է։ Բազմաթիվ օրինակներ են, ես անդրադառնամ ուղղակի ձեր հարցին։ Կարսի պայմանագիրը, որը իր հերթին հետևանք էր Մոսկովյան պայմանագրին, դա 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը ողջ է եւ գործում է։ Դրա լավագույն ապացույցն է այն, որ Մոսկվայի նոր քաղաքականությունը 2011 թվականին շատ հետաքրքիր ու սիմվոլիկ ժեստով սկսվեց։ Այն ժամանակ նախագահ Մեդվեդևն էր, բայց փաստորեն վարչապետ Պուտինը պահպանում էր իշխանության բոլոր լծակները եւ ես հիշեցնեմ, որ 21 թվականին Էրդողանին հրավիրեցին Կրեմլ հենց մարտի 16-ին ցուցադրաբար Մոսկովյան պայմանագրի օրը եւ նվիրեցին Մոսկովյան պայմանագրի ռուս-թուրքական Լենինի եւ Մուստաֆա Քեմալի։ Դա փաստորեն առաջին միջազգային պայմանագիրն էր ու միակը ստերևույթին, որը Ռուսաստանը մինչև հիմա պահպանում եւ կատարում է։ 2020-21 թվականին այս ամենը կրկնվեց, պարզապես որոշակիորեն տարբեր էին եւ հիմա էլ են տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակը։ 1918-20 թվականները հիշենք, որ դա առաջին համաշխարհային պատերազմի տարիներն են, 18-ին պատերազմը ավարտվեց եւ մի քանի եվրոպական երկրներ պարզապես ավերակներում էին, դա էլ է մոռանում ենք, Բելգիան փաստորեն ավերված էր։ Ֆրանսիան հիշեցնեմ, որ պատերազմը ընդհատվել էր, երբ որ գերմանական զորքերը 60 կիլոմետրի վրա հեռավորության վրա են կանգնած Փարիզից Կոմպիենի անտառում, եւ միայն ամերիկյան զորքերի դեսանտը փրկեց փաստորեն Եվրոպային գերմանական հաղթանակից։ Եվ այն որ ասում են, բա Ֆրանսիան մեզ թողեց եւ այլն, 21 թվականին Ֆրանսիան իր վերջին զորքերը հեռացրեց Կիլիկիայից, որովհետեւ Հայաստանը առաջին հանրապետությունը հանձնվեց եւ 20 թվականի վերջին օրերին դարձավ սովետական Հայաստան, այսինքն Ֆրանսիան պետք է սովետական Հայաստանի համար պահպաներ Կիլիկիան։ Դա Կիլիկիայում այնտեղ Կիլիկիայում հայկական լեգիոնը, Կիլիկիայի բնակիչները կային, բայց չկար պետություն։ Չկար պետություն։ Անկախության հռչակագիր էին ընդունել։ Կարող էր վերականգնել Կիլիկիայի թագավորությունը, որը Հայաստանի երկրորդ պետությունն էր, ասենք, թե Հայաստանը չէր։ Սա նախագիծ էր։ Մենք հիմա էլ ունենք Կիլիկյան թագաժառանգին, որի մասին ժողովրդի 90%-ը գաղափար չունի, դա Սավոյան ընտանիքն է, բայց ինչևէ, տեսեք, եկեք այսօրվան մասին խոսենք։ Հենց հիմա կատարում են ֆանտաստիկ բաներ։ Իսրայելը, որը մեծապես օգնեց Ադրբեջանին եւ Թուրքիային, ընդհուպ մինչև 25 թվականի օգոստոսի 8-ի այդ չարաբաստիկ իմ տեսակետից տրիպի իրականացման գոնե ստորագրման մեջ շաբաթներ անց արդեն օգոստոսի վերջին կտրուկ փոխեց իր քաղաքական դիրքորոշումը եւ սկսեց մերձեցում
նաև Հայաստանի հետ առաջարկեց։ Նեթանյահուն մի քիչ էկզոտիկ ձևով առաջարկեց ընդունել ցեղասպանությունը։ Չէ, համարեց, որ ինքը ընդունել է։ Այո, բայց դա քայլ էր։ Իսկ սեպտեմբերի 21-ին Իսրայելը պաշտոնապես շնորհավորեց Հայաստանի անկախությունը եւ երկու դեպքում էլ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ լուրջ արձագանք չեղավ։ Այստեղ չհասկացան ինչ է կատարվում։ Բանն է, որ Իսրայելը չէր սպասում, որ Հայաստանը այդքան հեշտ կզիջի իր բոլոր դիրքերը եւ լուծելով Իրանի հարցը հիմնականում Ամերիկայի շնորհիվ իրենք հանկարծ տեսան, որ իրենց արչեւ խոյանում է նոր ախոյան, դա Թուրքիան է եւ մի քանի օր առաջ Նետանյահուն հրավիրում է Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարներին, վարչապետներին եւ ստեղծվում է, ինչպես նա ասաց, շատ հետաքրքիր բան, հնագույն ազգերի դաշինք ի պաշտպանություն մեր ընդհանուր քաղաքակրթությանը եւ այնտեղ 4-րդ աթոռն էլ պետք է լիներ։ Դա Հայաստանի համար է։ Արդյոք Հայաստանը նման հրավեր ստացել է։ Հայաստանի նման հրավերը պատրաստվում էր հենց օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որի մասին ես հենց նոր ասացի, բայց Երևանը, պաշտոնական Երևանը, Փաշինյանը չհասկացան, որ տեղի է ունենում կարևորագույն գործընթաց եւ մինչեւ հիմա փաստորեն տեսեք ինչ աբսուրդ վիճակ է։ Հույները, Կիպրոսի հույները նույնպես, եւ հրեաները միավորվում են, իսկ ինչ է սա նշանակում։ Հույների թիկունքում կանգնած է Եվրամիությունը, Իսրայելի թիկունքում կանգնած են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դա գեղեցիկ խոսքեր չեն։ Բոլորը հասկանում են, որ դա այդպես է։ Եվ որտեղ պետք է լինի Հայաստանը այդ դեպքում, եթե այդ դաշինքը Թուրքիայի եւ հետեւաբար նաեւ Ադրբեջանի դեմ է հավաքվում, Հայաստանը պետք է լինի Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ միասին, չէ՞, բայց Հայաստանը իրեն դիրքավորեց Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ։ Այս սա է 25 թվականի ամենասարսափելի, ամենախայտառակ արդյունքը, որը կարծեմ մեր ժողովուրդը դեռ չի հասկացել։ Սա մի քանի ժամերի, մի քանի օրվա արդյունք է, որի մասին մենք արդեն մի քանի ամիս զգուշացնում ենք։ Օգոստոսի 9-ին արդեն ես եւ Եվրոպական կուսակցությունը պաշտոնական հայտարարություններով հանդես եկանք զգուշացնելով, որ դա մեծագույն սխալ է եւ Թրամփը չէ Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգների քաղաքականությունը մնալու է այնուամենայնիվ Իսրայելի եւ Եվրամիության ծիրի մեջ։ Այստեղ իրականում հարց է առաջանում, ձեր փաստարկները կարծես թե համոզիչ են, բայց առաջանում են հարցեր կապված նրա հետ, թե նախ Եվրոմիությանը միանալու դեպքում ինչպես դրան կվերաբերվի մեր հարավային հարևան Իրանը, եւ երկրորդ նման հակաթուրքական ուրեմն միության մեջ մտնելու տեսակետից այստեղ խնդիրը ոչ թե քաղաքակրթականն է, այլ այդ անցումը, որը որ պիտի կատարվի ներկա անվտանգության համակարգից, որը գրեթե գոյություն չունի, բայց ինչ որ ազնիվ խոսքով շարունակում է մնալ, եւ դեպի նոր համակարգ անցումը պիտի այդ ինչ որ ձևով ապահովված լինի ինչ որ մի երաշխավորի կողմից, որը թույլ չի տա, որ այդպիսի անցման դեպքում հանգարց նորից ուրեմն Հայաստանի վրա հարձակում չլինի, այս դեպքում արդեն ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից, որովհետև ինչպես գիտեք, նրանք պայմանագիր ունեն փոխադարձօգնության ռազմական գործողությունների դեպքում։ Ջագույն հարցեր եք տալիս, պարոն Հարությունյան, նույնպես ակիրճ փորձեմ անդրադառնալ այդ ամեն ինչին։ Ինչից սկսել, նախ անվտանգությունը դա չի նշանակում, եթե մենք մտնում ենք որևէ անվտանգային դաշինքի մեջ, դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, առավել ևս Թուրքիայի դեմ, ոչ։ Դաշինքները ստեղծվում են, որպեսզի պատերազմից խուսափվի, որպեսզի երկրները ստիպված չլինեն պատերազմի։ Պատերազմում երկու դեպքում, երբ որ անչափ թույլ են կամ չափազանց ուժեղ։ Մենք ակնհայտորեն թույլ իրավիճակում ենք։ Դուք հարց եք տալիս, թե ինչ երաշխիքներ կարող է ստանալ Հայաստանը։
Երաշխիքները այն է, որ ամեն մի երկիր ունի այնքան արժեք, որքան է դրա աշխարհաքաղաքական գինը։ Վերցնեմ բացասական օրինակներ։ Մեր աչքի առաջ փաստորեն գոյությունը ավարտեցին Իրաքի եւ Սիրիայի պես երկրները։ Երբևէ չեմ ասում, որ դրանք պատմականորեն Բաբելոնի եւ Ասորեստանի ժառանգորդներն են, իհարկե հիմա արաբներն են այնտեղ ապրում, այլ ոչ թե ասորիները եւ շումերները, բայց այդպիսի պատմություն ունեցող երկրները փաստորեն դարձան failed state, որտեղ մի քանի օտար զորք է գտնվում, օրինակ Սիրիայում, իսրայելական, թուրքական զորքը, քրդական զորքը, ամերիկյան զորքը, դա երկիր չէ, դա պետություն չէ։ Եվ մենք հիմա արագորեն մոտենում ենք այդ իրավիճակի, որտեղ մեր տարածքում հենց հիմա մենք կարծես թե Երևանի սրճարաններում մոռանում ենք, որ երկու օտար բանակ է կանգնած, ռուսական եւ ադրբեջանական բանակը։ Ուստի մեզ պետք է անվտանգության երաշխիքներ, եւ այդ երաշխիքները կարող է տալ միայն հիմա Եվրամիությունը, որը դառնում է, կրկնում եմ, տնտեսական, առևտրական դաշինքից, ինչպես ինձ հակադրվելով խորհրդարանական լսումներում ասում են, ինչ պաշտպանական երաշխիքներ կարող է տալ Եվրոպան, որը առևտրական միություն է, ու դա ասում էր Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ։ Ու ես զարմանում ասում եմ, դուք չեք տեսնում, որ Եվրոպան սրընթաց տեմպերով դառնում է ռազմաքաղաքական դաշինք։ Բավական է ասել, որ առաջիկա տարիներին մինչև 2030 թվականը 2 տրիլիոն դոլար է պատրաստում Եվրոպան պատրաստվում պաշտպանական միջոցների ծախսել, որից 1 տրիլիոնը միայն Գերմանիան։ Այսինքն մենք ուրիշ երաշխիք չունենք, ոնց է դա ապահովվելու։ Տեսեք, Ադրբեջանը գտնվում է մեծագույն կախվածության մեջ Եվրոպայից, որովհետև միայն դեպի արևմուտք կարող է վաճառել իր եղած գազն ու նավթը, որը իրենն էլ չէ։ Դա թուրքմենական է, ուզբեկական, ղազախական, ռուսական եւ այլն եւ այլն, բայց Ադրբեջանը կարողացավ իրան այսպես դիրքավորել։ Ինչ ենք անում մենք։ Մենք չենք օգտվում Եվրոպայից Ադրբեջանի կախվածությունից եւ փորձում ենք մտնել կախվածության կամ բարեդրիացական հարաբերությունների մեջ Ադրբեջանի հետ, բերելով այստեղ ադրբեջանական նավթը, ինչը առանձին հարց է, որ սա ապականում է մեր հասարակությունը, որ դա կաշառք է եւ որ դա հուդայի 100 դրամն է, 30 արծաթը, որի դիմաց մեզ փաստորեն առաջարկում են լռել Արցախի ողբերգության մասին, 150,000 փախստականների, հազարավոր զոհված զինվորների եռաբլուրի մասին, հայցերի մասին, այդ ամենը լռեցվում է հանուն 100 դրամ էժան բենզինի, լուրջ, ամբողջ աշխարհի արչև մենք այսքան ենք մեզ գնահատում, եւ այն որ Թուրքիան էլ է մեծապես կախված Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի տնտեսական, չեմ ասում ռազմական բարեաճությունից, դա էլ է ակնհայտ։ Միացյալ Նահանգները հրաժարվում են օրինակ Թուրքիային վաճառել F-35 գերարդիական օդանավերը, բայց հսկայական քանակությամբ վաճառում են դա Հունաստանին, որը Թուրքիայի բնական ախոյանն է։ Այսպես երկար կարելի է շարունակել, բայց ուզում եմ ասել ամենակարևորը, սոցիալ-տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական առումներով մենք չենք կարող գոյատևել թուրք-ադրբեջանական կամ ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքում։ Ինչ ենք մենք այնտեղից ստանում։ Էժան գազ, դրա համար կա Իրանը։ Իմիջիալուց մոռացա ձեր հարցը, ինչպես կանդրադառնա Իրանը դրան։ Տարիներ շարունակ ես անձամբ նման քննարկումներ ունեցել եմ իրանական դիվանագետների հետ։ Եվ ասեմ ձեզ, որ դեռևս 23 թվականի դեկտեմբերին, ուղիղ 2 տարի առաջ, բավական բարձր մակարդակով դիվանագետների հետ հանդիպելով իրանական, ես համոզվեցի, որ նրանք բոլորովին էլ չեն բացառում նման զարգացումները, իրենց անհանգստացնում էր արդյոք կգա ամերիկյան բանակը, մեր պատկերացմամբ այստեղ, իհարկե ոչ մի ամերիկյան բանակ չի գա ու պետք էլ չի որ գա,
Եվրոպական զորքերը կամ խաղաղապահները բավական էին եւ իրենք տեսան, որ Եվրոպան ուղարկեց արդեն դիտորդներին, որոնք շատ հեշտ կարող են դառնալ եվրոպական ռազմաբազա, բայց ամենակարևորը, որ Իրանը հենց Հայաստանի միջոցով է պատրաստվել տարիներ շարունակ իր գազն ու նավթը վաճառել ուր Եվրոպային, որտեղ ոչ Ադրբեջանը, ոչ Իրանը դեպի արևելք վաճառելու բան չունեն, այնտեղ արաբական երկրներն են, այնտեղ Ռուսաստանն է, այնտեղ Միջին Ասիան է, որը ունի այդ բարիքներից եւ նավթ, եւ գազ, եւ բամբակ, միայն դեպի Եվրոպա կարող են վաճառել։ Եվ այստեղ է գտնվում մեր աշխարհաքաղաքական արժեքը, որ մենք Իրանի եւ Եվրոպայի շահերի համընկնող կետն ենք։ Ու նաեւ Հնդկաստանի, իսկ որոշ ժամանակ անց ես վստահորեն ասում եմ, նաեւ Չինաստանի, որովհետև ես նաև չինական դիվանագետների կարծիքը այդ մասին գիտեմ, իրենք դա չեն բարձրաձայնում, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ իրականացվող Թուրանի ծրագիրը իրենց բոլորովին չի ուրախացնում եւ իրենք ուղղակի լուր, բայց շատ լուրջ աշխատանք են կատարում, որ դա տեղի չունենա եւ Կենտրոնական Ասիայի երկրները չընկնեն Թուրքիայի լծի տակ։ Շատ լավ, ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո մենք շարունակենք մեր քննարկումը, սիրելի բարեկամներ, գովազդի եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Պարոն Խզմալյան, ես այս հատվածում հաղորդման ուզում եմ խոսել մեր իշխանությունների քաղաքականության մասին, որին մենք մասամբ անդրադարձանք, որ փաստորեն անգործության է մատնում այդ ընդունված օրենքը եւ այսպես դիմում Եվրոմիության չկա, բայց մյուս կողմից Հայաստանի իշխանությունները ակտիվորեն պրոպագանդում են այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպտը, որը որ ոչ միայն փորձում է կապը կտրել պատմական Հայաստանի հետ, ընդհանրապես պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հետ հակադրությունը հիմա տրենդ է իշխանություններում, այլև այդ իրական Հայաստանի կոնցեպտը ըստիս այնքան էլ չի համապատասխանում Հայաստանի եվրոպական ապագայի հետ։ Ձեր դիտարկումները այդ հարցի շուրջ։ 25 թվականը այս առումով պատմական է, որովհետև փաստորեն Հայաստանի իշխանությունները ի կատար են ածել այն տեսլականը, որը իրենց մեջ վաղուց կար, եւ դա գալիս էր Լևոն Տեր-Պետրոսյանից, թեև հիմա Տեր-Պետրոսյանը հրաժարվում է դրա հեղինակային իրավունքներից, բայց փաստորեն Փաշինյանը ոչ մի նոր բան այս առումով չի ստեղծել։ Դա այստեղ անվանում են ռեգիոնալիզմ, դիվերսիֆիկացիա, եւ Փաշինյանը փաստորեն հասավ նրան, որ առաջարկում է 4-րդ հանրապետություն, նոր իրական Հայաստան, ինչ է սա նշանակում։ Փաշինյանի թիմը, որտեղ դա միայն Փաշինյանը չէ, այնտեղ կան գաղափարախոսներ, որոնք անկեղծ հավատում են, որ պետք է լինի հենց այսպես, որ Հայաստանում պետք չէ այդ ազնվական, ասպետական ոգին, որ մեր ազգային ազատագրական պայքարը դա ծիծաղի առարկա է, որ դա միայն խանգարում է մեզ, իրենց է ավելի ճիշտ խանգարում, եւ մեկը մյուսի հետևից շատ հետևականորեն եւ սկզբունքային առումով անջատվում են հայկական իմունիտետի ազգային բոլոր պաշտպանիչ շերտերը։ Ես դա համեմատեցի մի անգամ Չեռնոբիլի աղետի հետ, որովհետև Չեռնոբիլի պայթյունը տեղի ունեցավ ոչ թե ինստինկտիան, այլ մարդկանց սխալների պատճառով, որովհետև ենթադրել, որ դա հատուկ էր արված, ուղղակի չի տեղավորում ուղեղում։ 4 պաշտպանական շերտերը անջատվում էին, որպեսզի ռեակտորի հզորությունը հասնի ինչ-որ ռեկորդային չափերի։ Այդպես էր հետո փաստորեն բացատրում հանձնաժողովը, թե ինչ էր կատարվել։ Եվ Հայաստանում անջատվում են այդ իմունային համակարգի մեր ազգային ինքնության պաշտպանիչ շերտերը, որոնք են դրանք։ Դա մեր պատմությունն է, դա քրիստոնեական հավատքն է, որովհետև Փաշինյանի այդ հակակղերական արշավը իրականում կաթողիկոս Գարեգինի դեմ չէ։ Ոչ մի լավ բան Գարեգին Բ-ից մենք չենք տեսել եւ Փաշինյանը չէ որ բացահայտեց նրա իրական դեմքը, բայց տեսեք օրինագիծը մշակվում հողերի մասին, եկեղեցական հողերի, փակվել է եկեղեցական հեռուստաալիքը, այսինքն սա ոչ թե մեկ մարդու դեմ է, սա ողջ եկեղեցու դեմ է։ Արցախի խնդիրը, որի շնորհիվ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, վերստեղծվեց, ազգային ազատագրական շարժումը սկսվեց եւ սովետական միության փլուզումը սկսվեց Արցախյան շարժումից։ Եվ հիմա դա հայտարարվեց Փաշինյանի կողմից fake թեմա, fake test, ինչ որ մի տենց բան։ Արցախի թեման fake թեմա է։ Տաբու է դրված այդ թեմայի վրա իրականում։ Տաբու է դրված բազմահազարանոց փախստականների, նրանց իրավունքների, նրանց պաշտպանելու միջազգային ատյաններում է միջալից, անգամ մի պարզ օրինակ, որ հասկանալի լինի, որքանով է սա մեծ հիմարություն։ Հիշում եք իհարկե, որ
ռուս-վրացական պատերազմից հետո Աբխազիայից բազմաթիվ մի քանի տասնյակ հազար վրացի փախստականներ առաջացան։ Սաակաշվիլին էր այդ ժամանակ նախագահ եւ հաշված ամիսների ընթացքում միավորված ազգերի կազմակերպության փախստականների կոմիտեի գումարներով քաղաքներ ստեղծվեցին, կոկիկ տներ կառուցվեցին։ Հայաստանը երբեք չդիմեց 150,000 դա քանի տոկոս է կազմում մեր բնակչության։ Ահագին, եթե հաշվենք ընտանիքներով, ամեն ինչով իրենց ազգականներով, բայց համաշխարհային ատյաններին չէր դիմել Փաշինյանը պաշտպանության համար։ Անգամ մի փոքր դիտարկում անեմ ձեզ, ընդհատեմ, որ առաջին նախագահն էլ չդիմեց եւ չարեց, չնայած այն ժամանակ մենք եւս հսկայական փաստականների հոսք ունեինք Ադրբեջանում։ Այո, բայց այն ժամանակ դա Արցախից չէր, դա Հայաստանի եւ Ադրբեջանի փաստորեն պոպուլյացիոն դեմոգրաֆիկ փոփոխությունն էր։ Եվ մենք հաղթեցինք պատերազմում։ Ահա ինչու ինչ որ հասկանալ դա հնարավոր էր։ Եվ այնուամենայնիվ վերադառնանք այդ պաշտպանական շերտերին։ Արցախը դա մեր հաղթանակն էր, դա մեր երկրորդ սարդարապատն էր։ Դրանից հետո հայ լինելը Սփյուռքում դա պատիվ էր։ Հանկարծ Արգենտինայից, Բրազիլիայից, Սինգապուրից ինչ որ հայկական համայնքներ էին ծլում։ Մենք հասկացանք, որ մենք իրականում շատ ենք խապրեց հայ։ Այո, իհարկե։ Եվ այդ զարթոնքը պետք էր կտրել, ուստի եկեղեցուց բացի Սփյուռքի եւ Հայաստանի կապն է փաստորեն հիմա անջատվում հետևողականորեն, երբ որ վարչապետը գնում եւ Գերմանիայում հայտարարում է ես ու բոլոր հայերի վարչապետը չեմ, գիտեք, տեխնիկապես իհարկե չեք, բայց Հայաստանը, ինչպես եւ Իսրայելը, դա փախստական դարձած ազգ է։ Մենք լավ կյանքից չէ որ 90 կամ 80% հայերի դրսում ենք հիմա։ Եվ ահա ինչու Իսրայելը համարում է իրեն բոլոր հրեաների հայրենիքը, ինչպես կարելի է վարչապետի մակարդակով հայտարարել նման բան։ Սա էլ էր մի պաշտպանիչ շերտ, որը նույնպես անջատվեց։ Ցեղասպանության վերաբերյալ խայտառակ պահվածքը արդեն երկրորդ բարձրաստիճան ամերիկյան պատվիրակություն է այցելում Երևան, դա սկզբից փոխպետքարտուղարներ Տիկին Հուքերը, հետո Պենտագոնի մի քանի բարձրաստիճան սպաներ եւ նրանք ըստ ավանդույթի ծաղկեպսակ են տանում ծիծեռնակաբերդ, հուշահամալիր, հարգելով հայ ազգի նահատակությունը առաջին համաշխարհային պատերազմում, որտեղ ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի նահատակություն էր։ Եվ արդեն երկրորդ անգամ ցուցադրաբար հայկական իշխանությունները չեն միանում դրան։ Եվ միակ հայը այնտեղ, որ ներկա է, դա ցեղասպանության տուն-թանգարանի տնօրենուհին է։ Այսինքն դա էլ է հարվածի տակ։ Հարվածի տակ է հանկարծ ընկնում Մեսրոբ Մաշտոցը, որ անհայտանում է դասագրքերից եւ հայտնվում է ինչ-որ հեռախոսային application-ի մեջ, այսինքն առաջի դասարանցին պետք է սմարթֆոն ունենա եւ 27-րդ էջում, ինչպես բացատրում էր նախարարը, բան անի, որոշ երկրներում մինչև 16 տարեկան, օրինակ Ավստրալիայում երեխաները ընդհանրապես չեն թույլ տալիս հատկապես դպրոցում դրանից օգտվել։ Անջատվում է նաեւ այդ շերտը, այսինքն մենք բերվում ենք ռուս-թուրք-ադրբեջանական այդ թակարդի մեջ եւ այդ անասնակերը, բենզինը, որով ապականում են, պղծում են ժողովրդին, դա քաղաքականություն է, դա ծրագիր է։ Հայտարարել, որ ազգային գաղափարախոսությունը փուչիկ է, ինչպես ասում է, մշակույթի եւ կրթության նախարարը, որ Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, որ ասում է նույնպես գործող նախարարը, ես հիմա չեմ ուզում այդ կոլեկցիան շարունակել։ Հասկանալի է։ Սա քաղաքականություն է, սա գաղափարական դիվերսիա է հայ ժողովրդի դեմ եւ դա է այսպես կոչված իրական Հայաստանը, որի մասին երազում են փախստականների Եռաբլուրի երկրում տժժացող
նախկին երիտասարդները, որոնք պատկանում են այդ մութ ու ցուրտ տարիների ծնված սերնդին եւ չունեն ոչ մի բարոյական, ոչ մի գաղափարական, քաղաքակրթական սահման։ Դժվար է ձեզ հետ չհամաձայնվել, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ մենք քննարկենք նաև մեկ ուրիշ հարց։ Պետությունը, որտեղ քաղաքացին վերածվում է պարզապես սպառողի, առանց որևէ գաղափարական ծանրության, երբ խաղաղությունը փաստորեն փոխարինում է արժանապատվությանը կամ բանին ազնվությանը, ճշմարիտ մոտեցումներին, այդպիսի երկիրը, որպես այդպիսին, ինքը կարող է արդյոք գոյատևել, թե շատ արագ ինքը կդառնա պարզապես տարածք, որտեղ մարդիկ զբաղված են ուղղակի իրենց փորով։ Եվ Արությունյան, դուք առաջին անգամ մեր այսօրվա հանդիպման ընթացքում հռետորական հարց տվեցիք, որը պատասխան չի պահանջում, որովհետև իր մեջ կա այդ պատասխանը։ Ես երկու օրինակ բերեցի՝ Սիրիան եւ Իրաքը, այդ երկրների լավագույն օրինակներն են, մեզ համար հասկանալի։ Սիրիան եւ Իրաքը դուք նշեցիք ինքներդ, որ այն ազգը չի այդ պետության ապրողը եւ ինչ որտեղ կարելի է հասկանալ այդ խզումը պատմական, բայց Հայաստանում ապրում են նույն մարդիկ, ինչ որ ապրել են 1000, 2000, 3000, 5000 տարի առաջ։ Շնորհակալություն, դուք դա հենց ասեցիք։ Բանն է, որ մեզ փորձում են վերածել այն ազգի, որը կապ չունի պատմական Հայաստանի հետ։ Մեզ հենց դա են անում, մեզ վերածում են այդ հոտի։ Ես անգամ գիտեք ոչխարների հոտի համեմատությունը չեմ անի, որովհետև երբ որ ոչխարներին մորթում են, ոչխարները գոնե մկմկում են, իսկ մենք դարձել ենք խոտ, որին ոչխարները ուտում են, եւ խոտը լուռ է։ Մենք լուռ ենք, մեզ փորձում են դարձնել ոչ թե ոչխարների հոտ, մեզ փորձում են խոտ դարձնել, որին կերան ոչխարները։ Եվ մենք դրա դեմ ենք հիմա, մենք չենք, սա տեսակի պայքար է, մեր տեսակը և նրանց տեսակը, ցավոք սրտի նրանց ձեռքում է հիմա իշխանությունը, տեղեկատվական, ադմինիստրատիվ, ոստիկանական, բայց մենք պետք է դիմադրենք դրան, այդ դիմադրությունը նախ եւ առաջ, ընտրություններով պետք է արտահայտվի։ Եվ եւս մեկ հարց է դիմադրության հետ կապված, ուղղակի դիտարկում, փաստորեն դուք համաձայն եք, որ մեր Հայաստանի բնակիչները հիմա սարսափելի պասիվ են, սարսափելի ապաթիայի մեջ, ես կարծում եմ, որ դա նախ իրենց ինքնության փոփոխելու հետևանքն է, որ իշխանությունը փորձում է փոփոխել, երկրորդը այն մեծ տրավման է, որ ստացան պատերազմի եւ ցեղասպանության հետևանքով, ես նկատում եմ Արցախի ուրեմն ցեղասպանությունը եւ սրա բուժումը կարող է լինել միայն այսպես ավելի ակտիվ, ավելի գիտակից երիտասարդության իհայտ գալով, որոնց մի ստվար զանգվածը զոհվեց պատերազմի ժամանակ։ Որն է ճանապարհը այդ դիմադրությանը բարձրացնելու, ինչպես եք դուք կարողանալու աշխատել այն քաղաքացիների, այն մարդկանց հետ, ովքեր թողել են իրենց պատմական, քաղաքակրթական պատասխանատվությունը եւ իրենց պատասխանատվությունը իրենց ընտանիքի բարեկեցությամբ են փորձում սահմանափակել։ Մեր թիրախը իհարկե այն աղանդը չէ, որը կիսում է ԿՊ-ի արժեքային համակարգը կամ դրա բացակայությունը։ Դրանք կան բոլոր երկրներում, բոլոր ազգերում եւ մեզ մոտ դրանք շատ չեն։ ԿՊ-ն եւ Փաշինյանը շատ լավ գիտի իրական թվերը, հարցումները։ Իրենք գիտեն, որ իրենք մոտավորապես 15-ից 20-25% կարող են հավաքել օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը պետ ծառայողների, ԱՑ-ի, ոստիկանների ընտանիքներով, այդ ամեն ինչով լավագույն դեպքում։ Ուստի նրանք չեն փորձում հաղթել
ստանալ ավելին։ Նրանք փորձում են անել այնպես, որ իրենց ոչ ոք չմոտենա։ Ահա ինչու նրանց հիմնական քաղաքականությունը պառակտումն է, ոչնչացում ամեն ինչի, բաժանել, որ իրենց սկզբունքը իրենք չեն հորինել, եւ ատելություն, անվստահություն սերմանել ամենտեղ, ամեն դրվագում, բոլոր սոցիալական ստրատաներում եւ խմբերում, եւ այո, ժողովրդի մեծ մասը 2/3, եթե ոչ 3/4 ցավից, այդ տրավմայից գալարվում է ու լռում է, որտեղ դա ցավային շոկ է, մեծ ցավից մարդիկ երբեմն շոկի մեջ են ընկնում եւ պահել ժողովրդին այս շոկի մեջ դա Փաշինյանը գլխավոր քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ կոնֆետներով կերակրելով դեղերի փոխարեն, որտեղ դեղերը դառն են, իսկ կոնֆետները թեև փչացնում են ստամոքսը եւ ատամնաշարը, բայց քաղցր են եւ այդ 100 դրամանոց բենզինի էժանացում, ցորեն, ադրբեջանական երաշտություն, թուրքական, չգիտեմ, սահմանի բացում, այդ կոնֆետներով փչացնելով երեխաների պես, ինչպես փչացնում են երեխաներին ամբարո մեծերը, այդ դրանով է հիմա զբաղված Հայաստանի իշխանությունը, ինչպես ենք մենք դրան դիմադրելու։ Ես ասում եմ, սա տեսակի կռիվ է եւ մենք որևէ բան չպետք է բացատրենք, ամեն ինչ բոլորը ամեն ինչ հասկանում են, իրենք սպասում են ինչպես ենք մենք կարողանալու կազմակերպվել, դա բոլորի աշխատանքն է, նաեւ ձեր այն, որ դուք այսօր ինձ եք հրավիրել այստեղ եւ տալիս եք ինձ հնարավորություն խոսելու, մինչդեռ ասենք հանրային հեռուստատեսությունը արդեն որ երրորդ ամիսը անունս տալով, եվրոպական կուսակցության անունը տալով, ասում է ոչ մի դեպքում թույլ չտալ իրենց խոսել, ուրիշների այդ խոսակցությունների մեջ ընդգծելով, որ տեսեք մենք էս ենք, մենք են ենք, այսինքն երկխոսություն, խոսակցություն, բացատրել, էմպաթիա, ցավակցել մարդկանց, ապրել իրենց կյանքով, մենք դա պետք է անենք, մեզ փորձում են լռեցնել, մեզ փորձում են չնկատել, այդ ամենը հասկանալի է, բայց մեր սերնդի, նաև ձեր, մեր երկուսիս սերնդի, սա մեր սերնդի վերջին կռիվն է, վերջին հնարավորությունն է պահպանել հայերի այն տեսակը, որը հաղթեց 88 թվին, որը հաղթեց 94 թվին, որը դիմացավ ու դիմադրեց, որովհետև հիմա իշխող խունտան անջատում է բոլոր պաշտպանիչ շերտերը, բացում է կինգստոնները, ինչպես խորտակվելու դատապարտված նավի դռներն են բացում, որպեսզի ջուրը մտնի ներս։ Մենք ներսից պետք է դիմադրենք, որովհետև երբ որ նավը ջրի վրա է, նա ապահով է, երբ որ ջուրը նավի մեջ է, նավը խորտակվում է։ Մենք պետք է չթողնենք այդ կեղտաջուրը մտնի մեր մեջ, մենք պետք է դիմադրենք դրան, չառնենք ադրբեջանական բենզինը, օրինակ, չառնենք թուրքական ապրանքը, ռուսական ապրանքը։ Այո, ինձ ասում են, բա ռուսական բենզին է կառնում։ Գիտեք, մինչև 23 թիվ բենզինի 40%-ը մտնում էր նաև Իրանից իմիջիալոց։ Հիմա էլ է մտնում Ռումինիայից, Մալթայից, Բուլղարիայից։ Ես հասկանում եմ, որ այս ամենը պայմանական է, դրանով չէ, որ պետք է պայքարել, բայց նաև դրանով։ Ինչ դու քեզ թույլ չես տա անել։ Երբեմն ստորություն չանելու համար պարզապես պետք է թույլ չտաս քեզ համաձայնվել այդ ստորությանը, վերցնել այդ կաշառքը, որովհետև էժան բենզինը, ինչպես եւ էժան պանիրը գտնվում են միայն մկան թակարդում։ Պատրաստվում եք արդյոք մասնակցել 26 թվականի ընտրություններին։ Անպայման։ Արդյոք ձեր կուսակցության այն արժեքների մասին, որտեղ նաև խոսեցինք ես մեր հարցազրույցի ժամանակ, կիսող այլ քաղաքական կուսակցություններ, կուսակցությունների խմբեր կան եւ պատրաստվում եք դուք միավորվել, որովհետեւ մեր ուրեմն պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երբեք իշխող կուսակցությունը ընտրություններով չի զիջել իր տեղը եւ դա նշանակում է, որ գնալ պարզապես ընտրության դա բավականին մեծ մարտահրավեր է
Իսկ կարող է ձեզ բերեի Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի օրինակները, որոնք կարծես թե զիջել են, բայց իրականում դուք ճիշտ եք, որտեղ իրենք չեն զիջել, իրենք պարզապես նշանակել են իրենց հաջորդներին։ Այն որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ստեղծած կերպարը ոչ միայն Սերժ Սարգսյանի, իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանը նախ եւ առաջ, բայց իր հերթին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ստեղծվել են Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նրանց բոլորի տերերի կողմից, այդ ամենը հասկանալի է, բայց դուք այլ հարց տվեցիք։ Այո, մենք ստեղծեցինք, նախաձեռնեցինք Եվրոդաշինքը։ Այդ Եվրոդաշինքում 3 կուսակցություններ եւ մի շարք հասարակական կազմակերպություններ։ Այդ 3-ից 2-ը հիմա դարձել են Փաշինյանի ջատագովը, որովհետև իրենք համարում են, որ օգոստոսի 8-ի այդ ամերիկյան թրիպը դա է ճանապարհը, դա է փրկությունը։ Ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ դա ծուղակ է եւ թակարդ, որ հյուսիս-հարավն էր եղել եւ մնում է լուծումը մեր հարցերի Եվրամիությունը, Իրանը եւ Հնդկաստանը այս ուղին։ Բայց մենք շարունակում ենք մնալ առանցքը եվրոպական կոալիցիա եւ մենք խոսում ենք կուսակցությունների հետ, ցավոք սրտի այստեղ հենց այդ հին օրենքն է աշխատում, օրենքը չէ, օրինաչափությունը։ Այդ մարդկանց գայթակղում են, փորձում են խաղալ նրանց կամ ինքնասիրության, կամ բառասիրության, կամ այլ լարերի վրա եւ դաշինքը ստեղծում է դանդաղ, բայց անխուսափելիորեն լինելու է եւ մենք արդեն 26 թվականի սկզբին կամ հունվարին կամ փետրվարին կհայտարարենք Եվրոդաշինքի նոր կազմը, նորացված կազմը։ Իսկ Եվրոպական միությունը, որը նախաձեռնել է Եվրոդաշինքը, մնալու է։ Ուղղակի միգուցե մենք դա չանվանենք հետո Եվրոդաշինք, որովհետև դաշինքի դեպքում այլ պայմաններ են ընտրությունների ժամանակ, միգուցե մենք Եվրոպական կուսակցության ցուցակով պարզապես հրավիրենք այդ մարդկանց լինի Եվրոպական Հայաստան, ինչպես է անվանվում, դա այդքան էլ էական չէ։ Մեզ կարևոր է, որ ժողովուրդը տեսնի այլընտրանքը, ոչ ռուս-թուրքական թակարդը, այլ եվրոպական, հնդ-եվրոպական քաղաքակրթություն։ Եվ գտնում եմ, սա քաղաքակրթական, մշակութային ընտրություն է։ Շնորհակալություն պարոն Խզմալյան, հետաքրքիր պատասխանների համար, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվում է, հիշեցնում եմ, որ մենք զրուցում էինք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։